Փառք Հիսուսին, սիրելիներս, այսօր հրաշալի օր է իրականում։ Սա Տիրոջ օրն է, դու կարող ես նստել Տիրոջ ներկայության մեջ, Տերը օրհնի քեզ։ Ես հրաշալի է, երբ որ Աստծո եկեղեցին, Աստծո զավակները մեկտեղ հավաքվում են իրար հետ միասին եւ ոչ միայն գալիս են ծառայությունից ծառայություն, այլ կա այսպիսի հնարավորություն իրար հետ բոլորով հավաքվենք մեկտեղ, ունենանք հրաշալի ճամբար իրար հետ առավոտյան, մարզանք անենք, հաց կիսենք միասին, խոսքը լսենք։ Գիտես, այստեղ կատարվում այն, ինչ որ առաջի դարի եկեղեցում էր կատարվում, որը գործառաքելոցում է գրած։ Եվ ես Աստված, երբ որ տեսնում եմ մեր շփումը, մեր անկեղծությունը, մեր իրար հետ, ես առանց ինչ որ բաների, ես մեկս մյուսի հետ վերաբերվելը անկեղծ սրտով, սուրբ սրտով, ես դա Աստծուն հաճեցնում եմ։ Ես երբ որ մեր ընտանիքում մեր երեխաների մեջ ինչ որ մի բան այն չի լինում, ես նշ չի, որ մենք ուրախանում ենք որպես ծնող, մենք տխրում ենք նրանց հարաբերության, ես վատ լինելուց կամ նրանց հարաբերության մեջ ինչ որ խնդիրներ առաջանալուց, եւ գիտես ուզում ենք, որ մեր ընտանիքների մեջ, գիտես մեր երեխաները իրար հետ հաշտ լինեն, համերաշտ լինեն, իրար ներող լինեն, գթած լինեն, ողորմած լինեն, մեկը մյուսի համար զիջող լինեն իրար, չէ՞։ Ու դա մեզ ուրախացնում է, մեր սիրտը ուրախացնում է, նույնպես Աստծո տան մեջ, գիտես, երբ որ Աստծո զավակները իրար հետ ինչ որ հարցեր են ունենում, ինչ որ բան դնում են, չեն կարող կիսեն մեկը մյուսի հետ, ես մեկը ասում է ես ճիշտ եմ, մեկը ասում է չէ ես եմ ճիշտ, ու գիտես դա Աստծո սիրտը չի ուրախացնում, դա Աստծո սիրտը ցավացնում է որպես հոր, որովհետև գիտես նա մեր օրինակը եւ Հիսուսը եղբայրների մեջ որպես անդրանիկ, գիտես նա այդպես չվարվեց, ընդհակառակ ասում է ես եկա, որ ես իմ անձը դնեմ, ես եկա, որ ոչ թե ինձ անեն, ես եկա, որ ես անեմ, ես ծառայեմ, եւ որպես քրիստոնյա գիտես, որ նա մեր հարցը ընդհանրապես քրիստոնյաները Հիսուսին հանդիպելուց հետո երկու հարց ունեն։ Առաջինում դա նույնն է բոլորի մոտ, երկու տեսակ քրիստոնյաների, որ նրանք ասում են ով ես դու Տեր, եւ Տերը ասում է ես Հիսուսն եմ։ Եվ երկրորդ հարցը սա, մի մաս ասում է իսկ ինչ կարաս ինձ համար անես, իսկ այն մյուս մաս ասում է ես ինչ կարամ քո համար անեմ։ Երեք շատ մարդիկ հանդիպում են Հիսուսին տարբեր նպատակներով, գալիս են Հիսուսի մոտ տարբեր դրդապատճառներով, մեկը գալիս էր հրաշքը վերցնելու, մեկը խնդիր ուներ գալիս էր, որ Հիսուսը իր խնդիրը լուծեր, այն մեկը գալիս էր տենար, տեսնես ով է Հիսուսը, որ սենց համբավը դուրս է եկել, սա խոսում են դրա մասին։ Եվ գալիս էր տեսնելու իր հետաքրքրությունը բավարարելու համար։ Բայց կային մարդիկ, ովքեր գալիս են Հիսուսի մոտ հենց Հիսուսի համար։ Գալիս են Հիսուսի մոտ, որ տեսնեն, թե ով է Հիսուսը, ծանոթանային։ Եվ մենք տեսնում ենք, որ ամբողջ Աստվածաշունչը խոսում է դրա մասին, որ ես կային մարդիկ, որ ուզում են Հիսուսի ուշադրությունը գրավեն։ Ես դրանցից մեկը օրինակ Զաքեոսն էր, ով է լսել Զաքեոսի մասին։ Զաքեոսը ինքը մաքսավոր էր, մեր ժամանակակից լեզվով տերմինով ասած, հարկայինի աշխատող էր։ Գնում էր մարդկանց վրա հարկեր էր դնում, կաշառք էր վերցնում, որ իրավա այդ խախտման իրական գումարը չներկայացնում, այսքան փոխտու խախտումը չեմ դնի, ես չեմ անի, ինչ չեմ, մի խոսքով մաքսավոր էր, բոլորից հարկ էր հավաքում, մաքս էր հավաքում, բայց գիտես, ուներ մեծ ցանկություն Հիսուսին տեսնելու։ Բայց մի հատ խնդրեմ ուներ իր կյանքում, կոլոտ էր, կանգնում էր մարդկանց մեջ եւ չէր երևում։ Եվ մարդիկ ծածկում էին իր տեսադաշտը, բայց ինչ արեց, հնարամիտ մարդ էր։ Զգացվում է, որ հարկայինի աշխատող էր, տարբեր հնարքներ էր գտնում։ Ասում է, տեսավ մի հատ ժանտացազնի կա, ծառ կա։ Գիտեք ժանտացազնին ինչ ծառ է։ Ինքը ասենց հաստ բնով ծառ է, բայց մեջը փուջ է։ Այսինքն վտանգավոր է իր վրա բարձրանալը։ Վտանգավոր է բարձրանալը, որտեղ ինքը կարա փոկվի, կարա ջարդվի ու ընկնի, բայց ինչ արեց Զաքեոսը, բարձրացավ այդ ծառը, որ Հիսուսի ուշադրությունը գրավի։ Ու Հիսուսը անցնելուց գիտես ինչ արեց, ասաց Զաքե իջի, այսօր քո տունն եմ հաց ուտելու։ Ես ինչն է հետաքրքիր, որ Զաքեոսը մտածում էր մենակ տենամ, բայց Հիսուսը ճանաչում էր Զաքեոսին։ Ու գիտես ոնց էր ճանաչում։ Չասեց Զաքեոս, էս ինչը իջի։ Ասեց Զաքե իջի ծառից։ Դա մտերիմ փոխհարաբերություն ունեցող մարդկանց կանչելաձև կարա լինի, չէ՞։ Երբ որ դու մեկին ճանաչում ես, ասենք, օրինակ, երբ որ մեկի անունը Արտուր ասես, Արթ հլա արի բան եմ ասում, օրինակի համար։ Ու նույն ձևի Հիսուսը կանչեց, ասեց Զաքե իջի։ Բայց գիտեք ինչ տեղի ունեցավ։ Մյուսները կարային նայեն ու ասեն, ոնց, այս մեղավորի տուն է գնում։ Այս Զաքեոսը, որ սրան քցել է, սրան վնասել է,
սրանից հափշտակել է, կաշառքա վերցրել, էսա արել, զրկել է, ոնց կարող Հիսուսը սրանից շփվի։ Բայց գնում է Զաքեոսի տուն, ու ինչա տեղի ունենում, սիրելիս, Զաքեոսը առանց ոչ մի բանի ապաշխարում է Հիսուսի ներկայությունից, ասում է ում ինչ զրկել եմ, կրկնապատիկ հետ եմ տալու։ Ումից ինչ տարել եմ, տանելու եմ, վերադարձնելու եմ, եւ Հիսուսը ասում է այսօր փրկություն եղավ էս տանը։ Գիտեք կարևորը որն է, ես այսօր իմ քարոզը վերնագրել եմ այսպես, ինչ ես դու տենում։ Դու ինչ ես տենում։ Մենք բոլորս ապրում ենք այս կյանքում ու տարբեր բաներ ենք տեսնում։ Տեսնում ենք անարդարություն, տեսնում ենք, որ տարբերություններ կարա դրվի, տեսնում ենք, որ ինչ որ բաներ կարա ասենց չարվի, ոնց որ մենք պատկերացնում ենք, բայց դու գիտես, որ մեր հայացքը շատ հաճախ ճիշտ չի տենում։ Չի տենում ամբողջական, մենք տեսնում ենք մեր կողմից։ Բայց երբ որ մենք իրավիճակների մեջ, մեր տեսածի մեջ սկսում ենք ավելի խորանալ եւ բացահայտումներ անել, մենք տեսնում ենք, որ ինչքան սխալ ենք մենք տեսել։ Ինչքան սխալ ենք մենք տեսել։ Գիտեք, կա ասենց մի հատ խաղ Երևակայի ավակ սերունդը կիմանա այդ խաղը փչացած հեռախոս, որ երբ որ մեկին մի բան ես ասում, ու ինքը դրա վրա մի բան ավելացնում է կամ պակասացնում է, փոխանցում այն մյուսին, եւ միջև տեղը հասնում, գիտես, դառնում է իրականում մի հատ այնպես պատմություն, որ դու սկսում ես լցվես այդ մեկի նկատմամբ, տրամադրվես, ինչ որ բաներ անես, բայց հետո իրականությունը ուրիշ բան է, բարձվում է։ Եվ ես ուզում եմ միտեղ կարդամ Աստվածաշնչից։ Ես ինչի ենք մենք Աստվածաշունչը ամեն անգամ Աստվածաշունչը կարդում եւ երբ որ խոսում ենք ինչ-որ մեկի հետ Աստվածաշունչն ենք մեջ բերում, որովհետեւ սա Աստծո խոսքն է եւ Հովանեսի ավետարան 1:1-ից գրած ասում է եւ սկզբում էր խոսքը եւ ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա ոչ մի բան չեղավ, ինչ որ եղավ։ Եվ խոսքը Աստծո մոտ էր եւ խոսքը Աստված էր։ Եվ հետո Հովանեսի ավետարան առաջի գլուխ 12-րդ խոսքը ասում է եւ խոսքը եկավ մեր մեջ բնակվեց, մարմին դարձավ եւ մենք տեսանք փառքը նրա։ Այսինքն ամեն բան գալիս է խոսքից։ Աստված խոսքով արարեց աշխարհը։ Ես ասես թող լույս լինի եւ լույսը եղավ։ Հետո ասես թող ջրերը առանձնանան ցամաքից եւ եղավ եւ ամեն բան խոսքով արարեց, բայց միայն մարդուն, գիտես, չխոսած։ Մարդուն ասում է ստեղծեց հողից, իր ձեռքերով, որից հետո ասում է իր շունչը փչեց։ Երևակայ սա ամենաառաջի համբյուրներ Աստծո եւ մարդու մեջ, որ Աստված կրացավ ու իր շունչը փչեց մարդու մեջ, ասում է եւ մարդը կենթանացավ։ Մարդը կենթանի հոգի եղավ։ Գիտեք, մարդը ստեղծված է Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություն ունենալու եւ Աստծո հետ շփվելու, Աստծուն ճանաչելու համար։ Եվ այսօր մենք գալիս ենք, գիտես, եկեղեցի, ապրում ենք մեր ընտանիքներում, եւ ոչ միայն գիտես Աստված է, որ գործում է, բայց Սատանան նույնպես գործում է այս երկրի վրա։ Սատանան նույնպես գործում է եւ Սատանան բերում է մեր կյանքում մտքեր, տալիս է մեզ տեսիլքներ, գիտես ինչի, որ մենք խառնվենք, մենք շփոթվենք, որ մենք սխալ բաներ ունենանք, վախով լցվենք, բայց գիտես Աստված գալիս է, որ մեզ ազատի այդ ամեն ինչից։ Գիտեք, երբ որ կարդում ես Աստվածաշունչը հենց ծննդոց գրքից, հենց այդտեղ դու կարող ես տեսնես Աստծո էությունը։ Պատկերացնում ես, դեռ ոչ մի բան չկա, ամեն բան անձև, դատարկ է, բայց Աստված շրջում է այդ դատարկության մեջ, Աստված շրջում է այդ չձևավորված ինչ-որ բանի մեջ, ու Աստված նայում է ու ասում է, «Էսի ճիշտ վիճակ չի, լավ վիճակ չի էս վիճակը, չպետք է դատարկ լինի, դատարկ բաները այդքան էլ լավ չեն։ Այս անձև բաները այդքան էլ լավ չէ, պետք է ինչ-որ բանի ձևավորում տրվի»։ Տեսել եք կան դիզայներներ ճանաչված, որ իրանք sense կարան տարբեր sense բաներ ունենան, բայց այդ տարբեր, որ աչքին, որ կարևորություն չթվացող բաները վերցնեն, իրար կպցնեն, մեկ էլ այնպես մեծ սիրուն բաներ ստանան։ Որովհետև իրանք իրանց աչքը, իրանց ստեղծագործական մտածելակերպից է, որ լավ է, ասենք առանձին, էսի ճյուղը, էսի այնա, բայց էսի sense այդքան է սիրուն չի, բայց երբ որ կպցնում ես իրար, մի հատ գեղեցիկ կոմպոզիցիա է ստանում։ Եվ Աստված նայեց, ասում է լավ չի էս ամեն ինչը։ Բռնեց ստեղծեց աշխարհի ամենահրաշալի պարտեզը, առատությունով լցված ու մարդուն դրեց դրա մեջ։ Եվ ստեղ դրսևորվում Աստծո կամքը, ո՞րն է Աստծո կամքը իմ ու քո համար։ Արդյոք Աստված ուզում է, որ մենք
տառապենք, հիվանդ լինենք, դժբախտ լինենք, որ մեզ ինչ-որ բան սովորացնի։ Որ մեզ թույլ տա, որ մի ծնողը կուզենա իր երեխուն ցավի տառապանքի մեջ գցի, որ այդ երեխան հասկանա, որ այդ բանը տես չպետք է անի։ Գիտեք Աստծո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է։ Գիտեք ինչի է մեր կյանքում գալի դժվարություններ, խնդիրներ, խնդիրներ, նեղություններ, որովհետև գրված է, որ այս օդի իշխանը, որ երկրի վրա է, որը ժամանակավոր է երկրի վրա է, ես ինչա տեղի ունեմ, նա ուզում է խափի մեզ, մոլորացնի մեզ, բերի մեր կյանքում դժվարություններ ցույց տալով, որ տես Աստված բարի չի։ Եվ մենք տեսնում ենք, որ Աստված մարդուն դրեց առատության մեջ հենց ի սկզբանե։ Եվ մի պարտեզ, որ մարդը ընդհանրապես հոգ չուներ ջրելու այդ պարտեզը, ծառերը էտելու, սրսկելու կամ ինչ-որ բան անելու, չէ։ Առատության մեջ դրեց, ասում է ինքը իրանով կջրվի, ինքը իրանով հոգ կտարվի ամեն ինչ համար, բայց դու պիտի հսկես։ Պիտի հսկես, որ այդ պարտեզում թշնամին չմտնի, չկարենա թշնամին մտնի այդ պարտեզի մեջ։ Ադամի գործն է սիրելիս հսկել պարտեզը։ Հսկել պարտեզը, անգամ գիտեք ինչ տեղի ունեցավ, օգնական տվեց։ Օգնական տվեց նրան։ Բայց գիտես մենք գիտենք դրա ընթացքը ոնց է լինում, որ օծը խորամանկությամբ, սատանան օծի մեջ մտնում է, գալիս է խորամանկությամբ եւ շշուկով սկսում է խոսալ։ Դու պատկերացնում ես, եթե սատանան նստեր տանգի վրա ու գար Եդեմի պարտեզ։ Մի անգամից Ադամը դրա դեմը կկանգներ։ Բայց գիտեք նա խորամանկ է։ Նա գալիս է շշուկով։ Եվ գիտեք ոնց է գալիս, նա գալիս է Աստծո խոսքով։ Եվ քո մեջ իմ ու քո մեջ կասկած բերելով։ Արդյոք էսի սենց է, բայց ճիշտ եկեղեցի ես գնում, թե չէ։ Բայց կարող է սխալ է այս եկեղեցին։ Բայց կարող է թե ճիշտ բաներ չեն խոսում։ Ու դու սկսում ես կասկածել։ Կասկածը մտնում է իմ ու քո մեջ, մենք սկսում ենք կասկածել։ Մենք սկսում ենք sense տարբերվել, բայց արդյոք ես ճիշտ եմ անում, որ գնում եմ եկեղեցի։ Արդյոք այն ինչ որ հովիվը բեմից քարոզում է, դա ճիշտ է։ Արդյոք այս մեկը ճիշտ է, արդյոք այն մեկը ճիշտ է, սկսում ենք կասկածներով գալ։ Գիտեք սատանան չի կա մի անգամից կանգնի մեր առաջ ու ասի. «Էսի սխալ են, նա ուզում է կասկած բերի մեր հավատքի մեջ»։ Նա ուզում է կասկած բերի մեր արժեքների մեջ։ Եվ մենք տեսնում ենք մի բան, որ շատ ժամանակ դա գալիս է մեր տեսողության, մեր մտքի միջոցով, ես ուրիշների կողմից ինչ-որ բաներ լսելու միջոցով ու ամեն բան խառնվում է իրար։ Ու ես ուզում եմ մի պատմություն կարդամ Հովհաննեսի ավետարանից, Մատթեոսի ավետարան 11-րդ գլուխը եկեք բացենք։ Առաջի խոսքից եմ ուզում կարդամ, ասում է եւ եղավ, երբ որ Հիսուսը իր 12 աշակերտներին պատվեր տարը վերջացրեց եւ այնտեղից գնաց նրանց քաղաքներում սովորեցնելու եւ քարոզելու։ Եվ Հովհաննեսը բանտում Քրիստոսի գործերը լսելով իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ նրան ասեց. «Դու ես այն, որ գալու էր, թե ուրիշի սպասենք»։ Գիտեք, սա մի հրաշալի պատմություն է, ինչ է տեղի ունենում։ Հովհաննես Մկրտչին բանտարկել էին թագավորին հանդիմանելու համար, բայց Հովհաննես Մկրտիչը ով էր, առաջին մարդն էր, ով հայտնություն ստացավ, որ սա է աշխարհի փրկիչը։ Պատկերացնում ես Հորդանան գետում գալիս է մկրտելու եւ Հովհաննեսի մասին գրված է, որ նա անապատում կանչողի ձայն էր, նա մերկն էր, որ Աստծուց ուղարկված էր, Աստծո ճանապարհը պատրաստելու, եւ այն Հովհաննեսը, որ նայում է Հիսուսին եւ ասում է, սա է Աստծո գառը, որ մորթվելու է շատերիս մեղքերի համար։ Եվ անգամ Հիսուսին ասում է, չէ, դու չպետք է մկրտվես ինձանից, ես պիտի քեզանից մկրտվեմ, եւ անգամ պատիվ չի անում, որ ինքը մկրտվի, որովհետեւ հասկանում է, որ իր դեմը ավելի մեծն է կանգնած։ Ու այդ մարդու մեջ հանկարծ դժվար իրավիճակներում գալիս է կասկածներ։ Հիմա դու ես այդ մեկը, թե ուրիշին պիտի սпасենք։ Թե ուրիշին սпасենք։ Գիտես շատ անգամ մեզ թվում է, որ մենք ամուր կանգնած ենք, հիմա մեր հավատքը բարձրանում է, բայց գիտես իրավիճակներ են գալիս, դժվարություններ են հայտնվում եւ սատանան մի անգամից հայտնվում է այդտեղ։ Մեր կյանքում բերում է կասկած։
Բայց արդյոք դու Աստծուց ես լսել։ Գիտես ինչքան նման է մեզի, գալիս ենք եկեղեցի Տիրոջ խոսքը լսում ենք, այն կապնում է մեր սրտին, մեր հավատքը բարձրանում է։ Մենք ողջևորվում ենք, ասում ենք այո եւ ամեն, Տեր, մեր կյանքում այս հարցերը լուծվել է, մեր կյանքում ամեն խնդիրները լուծվել է, բայց հետո անցնում ենք ճանապարհ, մեկ էլ քամիները սկսում են բարձրանալ։ Մեր սպասումները մեզ թվում է թե մենք սպասում ունենք, բայց չի իրականանում եւ մտածում ենք, ասում ենք, բայց կարող է դա Աստված չէր։ Լավ, երևի էսի իմ միտքն էր, երևի ինչ որ մի բան ճիշտ չեմ հասկացել։ Ու գիտեք, հետաքրքիր մի բան է լինում։ Եվ Հիսուս ասма պատասխանում է նրան ու ասում է. գնացեք Հովանեսին պատմեք ինչ որ լսում եք եւ տեսնում եք։ Կույրերը տեսնում են, կաղերը գնում են, բորոտները սրբվում են եւ խուլերը լսում են, մեռելներն էլ հարություն են առնում։ Եվ աղքատներին ավետարան է քարոզվում եւ Երանին նրան երանելի է նա, որ ինձ վրա չի գայթակղվում։ Ասում է Երանի այն մարդուն, ով որ ին վրա չի գայթակղվի, ով որ հաստատուն կմնա։ Եվ շարունակություն ասում է, եւ երբ որ նրան գնացին, ասում է Հիսուսը ժողովուրդներին սկսեց ասել Հովանեսի համար. ինչ տեսնելու դուրս գնացիք անապատ։ Մի եղեք քամուց շարժված։ Ապա ինչ տեսնելու դուրս գնացիք, մի մարդ փափուկ շորերով հագնված։ Ահա փափուկ հագնողները թագավորների տներում են, բայց ինչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարե, այո, ասում եմ ձեզ, մարգարեից էլ ավելի, որովհետև սա այն է, որի համար գրված է, ահա իմ հրեշտակ ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը պատրաստի։ Նայեք, հետաքրքիր մի բան է, Հիսուսը հարց է տալիս ժողովրդին, ասում է Հովանեսի համար։ Ասում է ինչ տեսնելու գնացիք։ Ինչ տեսնելու գնացիք անապատ Հովանեսի մոտ։ Գիտեք, այսօր մեր կյանքում մենք ամեն շաբաթ գալիս ենք եկեղեցի, չէ, ծառայությունների, մասնակցում ենք։ Ես մի հարց կա, որ մենք ամեն անգամ էս պիտի տանք։ Ինչ տեսնելու ենք գալիս եկեղեցի։ Լավ երաժշտություն, լավ երգ, տպավորիչ քարոզներ, թե ինչ տեսնելու են գալիս։ Հովանեսի համար Հիսուս ասում է՝ մի եղեք, որ քամուց տատանվում է։ Թե մեկը, որ sense փափուկ հանդերձներով լավ հագնված, տեսքը տեղը, ամեն ինչ տեղը։ Ասում է, թե Աստծո պարգևը գնացիք տեսնելու։ Գիտեք, այսօր մենք ինչի ենք գալիս եկեղեցի, որն է մեր եկեղեցի գալու դրդապատճառը։ Ինչն է մեզ բերում Աստծո տուն։ Միջավայրը, շփումը, մեկս մյուսի հետ լավ ժամանակ անցկացնելը։ Ինչի ենք գալիս եկեղեցի։ Եվ գիտեք, որն է հետաքրքիր, ինչի համար մենք գալիս ենք եկեղեցի, ում համար մենք գալիս ենք եկեղեցի, հետո իրանից էլ սպասումը մեր սպասումները իրանից էլ ակնկալվում են։ Ակնկալում ենք իրանից սպասում։ Գիտեք ինչի են մարդիկ գայթակղվում, որտեվ գալիս են եկեղեցի մարդուց սпасելու, մարդուց վերցնելու, մարդուց ընդունելու։ Եվ երբ որ չեն ընդունում իրանց սпасելիքները, գայթակղվում գնում են։ Հովանեսի նման ասում են, գիտես, դու ես, թե դու չես հիմա, նա տասը հասկանալ։ Բայց երբ որ մենք գալիս ենք եկեղեցի Աստծուն տեսնելու, Աստծո խոսքի հետ հանդիպում ունենալու, գալիս ենք, որ Տիրոջ պարգևը մեզ կպնի, գիտես, երբ որ մենք գալիս այ ուտի մեզի կպնում է, մենք էլ ոչ մի մարդուց չենք գայթակղվի։ Մենք չենք ասի գնացինք եկեղեցի, գիտես ու մեր սպասումները չարդարացավ, մենք սպասում ենք, որ սենց կլինի, բայց դա տենց չեղավ։ Մենք չենք նեղանա, չենք վիրավորվի, երբ որ հովիվը մի բան ասի, կամ ավակը մի բան ասի, կամ մյուս ծառայողը մի բան ասի, կամ այս քույրը կամ այն եղբայրը մեզի մի բան ասեն։ Գիտեք, մենք չենք գալիս եկեղեցի, որ եկեղեցուց մարդկանցից ինչ որ բան վերցնենք, մենք գալիս ենք Աստծուց վերցնելու, Աստծուց ընդունելու։ Դրա համար էլ Հիսուսը շեշտադրումը դնում է մեր տեսողության վրա, ինչ տեսնելու ենք մենք գալիս, ինչ ենք ուզում մենք տեսնենք։ Գիտեք, շատերը կան շատ բանի համար գալիս են։ Հիսուսը անցնում էր մի քաղաքով եւ 10 բորոտ եկան նրա մոտ։ Եվ աղաչում էին, ասում են ծունկ դնելով, խնդրում էին, ասում են մեզ բժշկիր։ Հիսուսն ասաց գնացեք ձեր անձերը ցույց տվեք քահանային եւ ասում են ճանապարհին երբ որ գնում էին բոլորը սրբովեցին։ Գիտեք բորոտությունը էդի Իսրայելում մի բան էր որ իրավունք չունեին իրանք քաղաքի մեջ լինեն։ Նրանք պետքա քաղաքից դուրս լինեին եւ իրանք վրա պետքա պլակատ լիներ, ասես կախված որ ես բորոտ եմ հանկարծ չմոտենա։
Գիտեք, եւ 10 որոտ գնում են եւ տեսնում են, որ իրանց հիվանդությունից բժշկվել են, դա անբուժելի հիվանդություն էր։ Եվ ասում են, եւ մեկը հետ է գալիս Հիսուսի մոտ, գալիս եւ շնորհակալություն է հայտնում։ Եվ Հիսուսն ասում է, լսի, բայց ես 10-ին է բժշկեցի, բա այն 9-ը ուր են։ Ուր են այն 9-ը։ Գիտեք, ցավալի է, երբ որ տեսնում ես, որ մարդիկ գալիս են իրանց դժվարությունների, խնդիրների մեջ Աստծուն, եւ դու տեսնում ես, որ Աստված կպնում է, բժշկում է, եւ նրանք վերցնում են իրանց հրաշքը եւ անհետանում են, որովհետեւ եկել էին հրաշքը ստանալու, եկել էին վերցնելու իրանց կարիքը, եկել էին վերցնելու իրանց խնդիրը։ Ես տեսնում եմ, գիտեք, որ երիտասարդներ կան, որ գալիս են եկեղեցի, կրակոտ վառվում են, գիտես, հետո ամուսնանում են, ու էլ չկան։ Ամուսնանում են, ու էլ չկան։ Ու եկեղեցում դու էլ չես տեսում։ Ուզում ես ասես, ով կաղարդես քեզ, ով անմիտ։ Հոգով սկսեցիր, մարմնով վերջացնում ես։ Կրակոտ ծառում էր, միթե քո ուզածը, քո սպասումը, քո ունեցածը մենակ դա էր, որ ամուսնանայր։ Ես ամուսնությունը կարա լինի անընդհատ, դա հետո։ Բայց ես տեսնում եմ նույնպես մարդկանց երիտասարդների, որոնք որ գալիս են, Տիրոջից վերցնում են իրանց օրհնությունները, բայց չեն կենտրոնանում այդ օրհնության վրա։ Հետո այդ օրհնությունով սկսում են ծառայել Աստծուն, սկսում են քայլել Տիրոջ մեջ։ Հիմա այսօր Տերը ուզում է, որ մեր աչքերը բացվի ու հասկանանք ինչ ենք մենք ուզում տեսնենք մեր կյանքում։ Ես այնքան կարևոր է մեր տեսողությունը, որտեղ մեր տեսողությունից կախված է մեր քայլերը, ոնց ենք մենք արձագանքելու եւ ոնց ենք մենք գնալու։ Եթե մենք տեսնում ենք, որ մեր սպասելիքները ստե չի արդարանում, մենք չենք ստանում են ինչ որ մենք ուզում ենք, կամ էլ մեր պատկերացումը սենց էր, բայց մեր տեսածը չի համապատասխանում մեր պատկերացումներին։ Գիտեք, մենք սկսելու ենք սահմաններ դնենք։ Եվ այդ սահմանները մեզ շատ անգամ թույլ չի տալու, որ մենք վերցնենք Աստծուց այն օրհնությունը, որը Տերը պատրաստել է մեր կյանքում։ Դրա համար Հիսուսը ժողովրդի հայացքը ու Հովանեսի հայացքը կենտրոնացրեց, որը որ շեղվել էր իրական այն առաջնային հայտնությունից, թե ով է Հիսուսը, ասեց գնացեք, ասեք Հովանեսին, թե ինչեր է կատարվում, կատարվում է մարգարեությունները, որ կույրերը տեսնելու են, մեռելները հարություն են առնելու, կաղերը բժշկվելու են, ավետարանը քարոզվելու է ամենտեղ, այսինքն ասեց, արի քո սկզբնական հայտնության վրա, արի քո սկզբնական այն վերապրումի վրա, որ դու ունեցար Հորդանան գետի մեջ, ինձ տեսնելով, եւ հետո պատտվեց ժողովրդին ու բարձրացրեց Հովանեսին, ու գիտեք ինչ ասեց, ասում է Հովանես Աստծո պարգևն էր։ Դուք ինչի համար եք գնում Հովանեսի մոտ։ Դուք ինչ եք ուզում տեսնեիք Հովանեսից։ Փափուկ հանդերձով ինչ որ մեկը, որ ազդեցություն ունեցող մեկն, հա։ Դուք ինչ եք ուզում տեսնել։ Դրա համար սիրելիս մենք պետք է ուշադիր լինենք, ո՞րն է մեր դրդապատճառը։ Ինչի համար ենք մենք ուզում գանք եկեղեցի ու ինչի համար ենք մենք ուզում Աստծո հետ ապրենք։ Ուզում ենք Աստծո հետ ապրենք, որ ճանաչենք Աստծուն, որ իմանանք իրականում ով է Աստված։ Գիտեք, մենք մի Աստված ունենք, որ ոչ միայն ուզում է, որ մենք իրանից խնդրենք ու ինքը մեզ համար ինչ-որ բաներ անի, այլ մենք մի Աստված ունենք, որը որ ուզում է մեր հետ շփվի։ Մեր հետ շփվի։ Գիտեք, էգոիստ, եսակենտրոն մարդիկ են, որոնք ուզում են, որ իրանց խնդրեն, որ ինքը ինչ-որ բան անի, որ հետո ստեղ ընդեղ նստեն, ասեն, «Օ, ես մեկը իմ համար էսի արեց, ինքը լավ զգա իրան, որ ես էդի արեցի»։ Բայց մեր Աստված դրա կարիքը չունի։ Գիտեք ինքը ինչից է լավ զգում, երբ որ մենք ոչ թե կարիքն է մեզ բերում, կարիքը կարա մեզ բերի իր մոտ, որտեղ նա մեր հայրն է։ Մենք կարան գանք մեր հորը ասենք, գիտես, հայր, ես այս բանի կարիք ունեմ, խնդրում եմ, լրացրու իմ կյանքում այս կարիքը։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ Աստծո արքայությունը, նրա արդարությունը փնտրեք, եւ Աստված գիտի, որ ամեն բան ձեզ պետք է ունա կշնորհի։ Բայց գիտեք, որն է հոր սրտի փափագը, որ մենք գանք, նստենք, ասենք, հայրս, ուզում եմ քեզ ավելի ու ավելի ճանաչեմ։ Որ մենք կանգնենք, ասենք, գիտես, հայր, ես սիրում եմ քեզ։ Ես սիրում եմ քեզ, դու իմ վահանն ես։ Դու իմ ասպարն ես, իմ զրահն ես, դու ինձ պաշտպանողն ես։ Ու քո ներկայությունը ամենաթանկն է իմ համար, եւ հայրը բացվում է մեզ համար, որ մենք ավելի ճանաչենք։
ու ավելի իմանանք Հորը։ Դրա համար ինչն է, որն է մեր տեսողությունը, ինչի վրա է մեր հայացքը ուղղված։ Մեր հայացքը ուղղված է, որ այս կարիքը լրացվի, այ Աստված հրաշքանի, այս գործս որ լինի, այս կոնտրակտը ստացվի, դու գիտես այդ ինչա, վсё, ես եմ որ ասում եմ, այլ բան չեմ ուզի Աստծուց։ Չկա տենց բան, որտեվ այդ կոնտրակտը լինում է, Տերը օրհնում է, ու հետո մեծ օրհնությունների հետ գալիս են նաև մեծ խնդիրները։ Ու այդ մեծ խնդիրների մեջ մենք կանգնում ենք ու ասում ենք. Աստվածաշան, այս մի բանն էլ որ անես, ու հետո նորից այս մի բան։ Բայց գիտես խնդիրները, խնդիրները միշտ է լինելու են։ Մեկը լուծվելու է, մի տեղից մի հատ ուրիշն է լինելու, բայց Հիսուսի հետ ապրած կյանքն է, որը որ մեզ հաղթանակից հաղթանակա տանելու, որը որ մեզ զորությունից զորություն է տանելու։ Մենք տեսնում ենք Հովանես Մկրտչին, որ անգամ Հովանես Մկրտիչը թուլացավ։ Անգամ Հովանես Մկրտիչի կյանքում կասկածներ եկան, եւ նա սկսեց երկմտել. արդյոք Հիսուսն էր, արդյոք ես ճիշտ եմ տեսել, արդյոք այն վկայությունը, որ ես տեսա, որ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ, էդի ճիշտ էր, թե ես սխալվեցի։ Բայց Հիսուսը բերում է նրան մի բանի, որ դու չես սխալվել։ Դա հենց այն է, ինչ որ դու տեսել ես։ Պարզապես գիտես Հովանեսի սպասումը ուրիշ էր։ Նա մտածում էր, որ Մեսիան գալու է, վերցնելու է քաղաքական կառավարումը, եւ դրա համար ասում է ես բանտում եմ։ Հիմա դու ես, որ պետք է գայր, եթե դու ես, բայց խի եմ բանտում։ Արի ինձ ազատի ես բանտից։ Եվ Հիսուսը կանգնած գիտես ինչ ասում է, այդ ես եմ։ Պարզապես քո սպասումներն են սխալ։ Այդ ես եմ, դու ճիշտ ես իմացել, որ այդ ես եմ։ Ու հետո ժողովրդին ուղղորդում է, թե ոնց պիտի նայեն Հովանեսին, ոնց էր ճիշտը, որ նայեն Հովանեսին։ Դրա համար սիրելիս այնքան կարևոր է, ես ուզում եմ խոսամ մեկ ուրիշի մասին, որը Պետրոսն էր։ Ես Պետրոսը յուրահատուկ անձնավորություն էր։ Ես նա ընկերասեր, հայերեն ասած թասիբով տղա էր։ Նա մեկն էր, որ ամենադժվար պահին եւ բոլորը կարային փախնեն, ինքը կանգնում էր իր ընկերոջ համար։ Եվ ոչ միայն կանգնում էր, այլ պատրաստ էր վնաս հասցնել, ով իր ընկերոջը կուզենա ձեռ մեկնի։ Բայց Հիսուսը հետո բժշկում էր Պետրոսի արած սխալները, որ կտրում էր մեկի ականջը Հիսուսի համար, հետո Հիսուսը բժշկում էր։ Գիտես սիրելիս, բայց նա իր էությամբ շատ տաք, sense կրակոտ մի հատ տղա էր։ Ու մի անգամ Հիսուսը գնում է Սար ակնարկեց այդ պատմությունը, որ Հիսուսը վերցնում է Հովանեսին եւ Պետրոսին ու Հակոբոսին ու բարձանում է Սար այլակերպության։ Այնտեղ նրանք տեսնում են Հիսուսի մի նոր երեսը, Աստծո լույսի ներքո։ Եվ լսում են Աստծո ձայնը, որ ասում է՝ դա է իմ սիրելի որդին, դրան հետևեք։ Դա է իմ սիրելի որդին, դրան հետևեք, որին որ ես հավանեցի, դրան հետևեք։ Եվ անցնում է տարիներ, Հիսուսը խաչվում է, մանում է, հարություն է առնում, հետո համբարձվում է երկիր, եւ Պետրոսը մնացած առաքյալների հետ մեծ հալածանքներ են կրում։ Եվ գիտեք, ես ուզում եմ կարդամ, դա գրված է Մատթեոսի ավետարանում այդ պատմությունը, բայց ես չեմ ուզում ամբողջությամբ կարդամ Մատթեոսի ավետարան, եւ գիտեք, ես ուզում եմ կարդամ երկրորդ Պետրոսից, թե երբ որ նա գրում է իր կյանքի վերջին ժամանակահատվածում իր թղթերը, ինչ է խոսում այդ առաջի տեսիլքի մասին, այդ առաջի վկայության, այդ առաջի վերապրումի մասին։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 17-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Ասում է, որովհետև նա Հայր Աստծուց պատիվ եւ փառք առավ, երբ որ այն մեծավայելչության փառքից այնպիսի ձայն եկավ նրան, թե դա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, եւ այն ձայնը մենք լսեցինք երկնքից եկած, երբ որ նրա հետ այն սուրբ սարում էին։ Գիտեք, անցել է երկար տարիներ, բայց այն ձայնը միջև հիմա, միջև այդ ժամանակ առաջնորդում էր Պետրոսին։
Դա է իմ սիրելի որդին։ Դրան հետևեք։ Դրան հետևեք։ Այսօր ուզում եմ, որ իմ ու քո հայացքը կենտրոնացած լինի այն առաջին վկայության, որը մենք մեր սրտում ունեցել ենք, այն առաջի վերապրումին, որը որ Տիրոջ հետ մենք ունեցել ենք, երբ որ եկել ենք Աստծուն, երբ որ ասել ենք, «Էս ինչ ճիշտ եկեղեցի ենք հայտնվել»։ Ու երբ որ մնում ենք այդ եկեղեցում, մեկ էլ անցնում է ընթացք, անցնում է ժամանակ, եւ մենք տեսնում ենք այս եկեղեցում մանր սնկերի պես ինչ որ խնդիրներ, խնդիրներ, մեկս մյուսի կյանքում եւ այնքան կարեւոր է, որ մենք այդտեղ կանգնած մնանք հենց այդ առաջի վկայության վրա, ոչ թե մեր հայացքը ուղղված լինի սրան, որ ասենք, բայց ճիշտ էր, որ այն ժամանակ եկա ճիշտ էր, բայց հիմա այդքան էլ եկեղեցին այտենց չի, գիտես, փոխվել է եկեղեցին, հովիվ ասեմ։ Շատ է փոխվել, մենք խնդիրներ ենք տենում։ Հարցը նա չի, որ այն ժամանակ խնդիր չկար։ Այն ժամանակ խնդիր կար։ Պրոստը մեր հայացքն էր ուրիշտեղ։ Պրոստը մեր հայացքն էր ուրիշտեղ։ Այն ժամանակ մեզ չէին հետաքրքրում խնդիրները, մեզ Հիսուսն էր հետաքրքրում։ Ու մենք ուզում ենք վերցնենք հովիվից որպես պարգև, վերցնենք այն օծությունը, այն զորությունը, այն սերը, որը գալիս էր։ Հիմա մի տեսակ հովիվի կյանքում կամ ավակների կամ մեկս մյուսի կյանքում մեր հայացքը ուղղված չի նրան, որ Աստված այս մեկի միջոցով կարող խոսա, մեր հայացքը ուղղված է այնքը սխալ է անում։ Ինքը հովիվա ոնց կարող ենք այդպես անել։ Որտեղ է մեր հայացքը փոխվում, սիրելիս։ Գիտես ինչն է հետաքրքիր, երբ որ մենք նոր գալիս ենք եկեղեցի, մենք ինչ ուզում ենք անենք Աստծո համար։ Մենք Աստծո համար ենք անում։ Հետո ասում մի որոշ ժամանակ Տերը մեզ հասունացնում է, պատասխանում է, լցնում է, ու գիտեք ինչ անում։ Մենք ասում ենք, ես եկեղեցու համար եմ անում։ Հետո Տերը բարձրացնում է, օշտնում է, մեզ դնում է հովի կողքը, որ իր թևերը բարձրացնենք, ուտեղ այդ թևերը բարձրացնելու ժամանակ տեսնում ենք, որ նա մարդ է, ինչ որ բաներ կա, ինչ որ բաներ անում եւ մեզ դուր չի գալիս եւ ասում ենք ոչինչ, ես հովի համար կանեմ եւ վերջում կանգնում ասում ես գիտես իր համար ինչքան բան եմ արել։ Ես գիտես իր համար ինչքան բան եմ արել, ինքը իմ հետ չպետք է տենց վարվեր։ Ինքը չպետք է ինձ ես բանը ասեր։ Ու գիտես գալիս է գայթակղություն։ Եվ սատանան քնած չի սիրելիս։ Եվ նա սկսում է մեր մտքի մեջ շշնջալ։ Սկսում է շշնջալ ու ինչ որ բաներ սկսում է դնել վատ մտքեր, որ մեր հայացքը որպես Աստծո պարգևի վերափոխվի, ասենք դե փոխվել է, շատ է փոխվել մեր հոգին։ Առաջ այդպես չէր։ Եկեղեցին շատ է փոխվել, առաջ այդպես չէր։ Եվ մենք սկսում ենք մեր հայացքը կտրել Աստծովից տեղափոխենք ուրիշ բաների վրա։ Բայց գիտեք որն է ամենադասական եւ ամենակլասիկ տարբերակը, որ ինչքան էլ մենք բարձրանում ենք, միևնույնն է, մեր հայացքը մնում է Աստծո վրա կենտրոնացած, որ այն ինչ որ մենք անում ենք, Աստծո համար ենք անում։ Ես դու չես գալիս եկեղեցի, ես չեմ գալիս եկեղեցի, ինչ որ մեկի համար, իհարկե մեր շփումը, մեր փոխհարաբերությունը իրար հետ, մեր ջերմությունը, դա կապում է մեզ իրար, եւ հետո մենք մեկս մյուսից երբ որ հարվածներ ենք ստանում, դա մեզ համար խորթ է լինում։ Բայց գիտես այնքան կարևոր է, որ հենց անգամ այդ ժամանակ մեր հայացքը Հիսուսի վրա լինի եւ չկտրենք Հիսուսից եւ հասկանանք, որ սա մարդ է, նա մարդ է, հովիվը մարդ է, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ հովիվը նաեւ Աստծո մարդ է։ Եվ երբ որ մենք նայում ենք, որ հովիվը դե մարդ է, էլի հովիվը, ես սա մեզ կտա դուր կբացի մեզ համար դուր, որ մենք սխալ վերաբերվենք։ Բայց երբ որ մենք նայում ենք, որ հովիվը մարդ է, բայց նաև հովիվը Աստծո մարդ է, սա թույլ չի տա, որ մենք վարվենք նենց, ոնց որ սատանան կուզենա, որ մենք վարվենք։ Դրա համար սիրելիս այնքան կարևոր է, ինչ ենք մենք տենում։ Երբ որ գալիս ենք եկեղեցի, ինչ ենք մենք ուզում տեսնել։ Երբ որ մեկտեղ հավաքվում ենք, ինչ ենք ուզում այնտեղ տեսնել։ Ուզում ենք այնտեղ տեսնենք Աստծուն, թե ուզում ենք տեսնենք լավ տպավորիչ բաներ։ Մի անգամ մի ծառայող մի մարդ գալիս է մի եկեղեցի, դուրս է գալիս այդ եկեղեցուց ու գիտեք ինչ ասում է, ինչ լավ փառաբանություն էր այս եկեղեցում։
Հետո մի շաբաթ գնում է մեկ ուրիշ եկեղեցի, դուրս է գալիս եկեղեցուց եւ ասում է ինչ լավ քարոզ էր էս եկեղեցի։ Տպավորիչ քարոզ էր։ Մոտիվացնող, sense բարձրացնող քարոզ էր։ Հետո այն մի շաբաթ գնում է մեկ ուրիշ եկեղեցի, դուրս է գալիս ասում է ինչ լավն էր Հիսուս էս եկեղեցու։ Ինչ լավն էր Հիսուսը։ Դրա համար սիրելիս մենք մեր տեսողությունը շատ բանակախված եւ մեր տեսողությունը որոշում է մեր քայլերը, մեր հետագա ընթացքը, մեր գործողությունները։ Ոնց մենք կվարվենք, ոնց մենք չենք վարվի, ինչ կանենք, ինչ չենք անի։ Լսել եք 12 լրտեսների մասին։ Ո՞վ է լսել այդ պատմությունը։ Երբ որ Մովսեսը 12 լրտեսներին ուղարկում է Քանանի երկիր։ Երկիրը լրտեսելու, որովհետեւ Աստված խոստացել էր Քանանի երկիրը։ Գիտեք, դա գրված է Ելից թղթում, Ելիցի գրքում, Ելից 13:33-ը։ Սա ամբողջությամբ էս կարող ես 13-14-րդ գլուխները կարդաք, սա ամբողջությամբ խոսում է դրա մասին, բայց հետաքրքիրը գիտեք ինչն էր, որ երբ որ 12 լրտեսներին Մովսեսը ուղարկեց երկիրը լրտեսելու, որտեղ Աստված ուզում էր Քանանի երկիրը տար Իսրայելի ժողովրդին, պատահական մարդիկ չգնացին երկիրը լրտեսնելու։ Բոլորը ասում են ինչ որ տոհմի իշխաններ են։ Այսինքն անվանի մարդիկ էին, կարևոր մարդիկ էին, հեղինակավոր մարդիկ էին, եւ գիտես դրանց մեջ էին Հեսուն ու Քաղեբը, երկու երիտասարդներ։ Գիտեք, երիտասարդների մոտ մի հատ հետաքրքիր հատկություն կա, շատ մանրուքների մեջ չեն խորանում։ Իրանք ընդհանուրն են ուզում վերցնել։ Էլ չեն նայում մանրուքներին, չեն նայում ինչ խնդիրներ կա, ինչ դժվարությունների կարան հանդիպեն։ Եվ գիտես, Հեսուն ու Քաղեբը նրանց մեջ գնում են երկիրը լրտեսում են, եւ երկիրը լրտեսելուց հետո Մովսեսը տալիս է հանձնարարություններ, թե ինչերին ուշադրություն դարձրեք, որպես ավակ, որպես ով ասում է, այս բաներին ուշադրություն դարձրեք, հանկարծ նրանք հետ են վերադառնում ու տեսեք 33-րդ խոսքին չսմոսմա 13:33 ասում է եւ իրանց լրտեսած երկրի վատ լուրը բերին Իսրայելի որդկանց համար ասելով այն երկիրը որի միջով անցանք նրան լրտեսելու համար իր բնակիչներին ուտող երկիրա եւ նրա միջի բոլոր ժողովուրդը որ մենք տեսանք երկայնահասակ մարդիկ են եւ այնտեղ տեսանք հսկաներին ենակի որդկանց որ հսկաներից այնպես որ մենք մեր աչքին մորեխի պես են եւ այնպես էլ էինք նրանց աչքին ասում է համ մենք էինք մեր աչքին մորեխի պես համ նրանց աչքին էինք մենք մորեխի պես բայց միջև այս խոսքերին հասնելը մի քիչ վերև գիտես ինչ ասում նրանք անգամ այդ Քանանի երկրի պտղից բերին ասում խաղողի նոր ժամանակներ ասում ողկույզից կտրին ասում եւ այնքան մեծ էր որ երկու հոգով բռնած են բերել դու պատկերացնում ես դրա մեծությունը դրա չափը եւ գալիս են ու ասում են դա լավ երկիր է ամեն ինչ ճիշտ է ոնց որ Աստված ասել է կաթու մեղր է բխում ոչ մի խնդիր չկա բայց մի հատ խնդիր կա մենք չենք կարող գրավենք այդ երկիրը ինչի չենք կարող որտեղ Ֆրանսիայում ուրիշ օրենքներ է օրենքը մեզ թույլ չի տալիս որ մենք սենց անենք կամ նենց անենք ժամանակը չի հերիքում մեր աշխատանքը մեզ թույլ չի տալիս մեր գործատուն մեզի թույլ չի տալիս այս մեկը թույլ չի տալիս ամեն ինչ լավ է բայց մենք չենք կարող որովհետև այս երկրի բարքերը վարքերը ուրիշ ձև ամեն բան բայց իրականում լավ երկիր է ապրելու համար կարաս ապրես կամ ինչ որ բան անես բայց խնդիրներ կա պրոբլեմներ կա նեղություններ կա եւ գիտես ինչ են ասում չեն կարող որտեվ ասում մենք ով ենք որ անենք մենք այսքան մարդիկ ենք ով ենք ասում նրանք հսկաներ են հələ նայ Ֆրանսիա Հայաստան Հայաստան հələ Ֆրանսիայի գիգանտությունը նայ Ֆրանսիան չլինի մեզ չգիտեմ ինչ կանեն նայ բայց հետաքրքիր գիտես որն է հարցը տեսողության մեջ է հիմա ես ուզում եմ նայենք այն մյուս երկուսի արձագանքը սրանք են 10-ի արձագանքն են ասում են այո երկիրը լավն է այո խոստմունքը ճշմարիտ է բայց դե խնդիրներ կա չի լինի խնդիրներ կա մենք չենք կարող ժառանգենք այդ խոստմունքը ես հələ այդքան չկամ որ վերցնեմ այդ խոստմունքը երևի պետքա մի քիչ հասունանամ գիտեք կան մարդիկ որ մտածում են որ երբ որ գալիս են Հիսուսին Տեր են ընդունում օրինակ հələ իրանք արժանի չեն ջրով մկրտության այ արժանանամ նոր կմկրտվեմ երևի Աստված
պետքա արժանացնի ինձ դրան կամ ես պետքա արժանանամ։ Գիտեք, Հիսուսը ամեն բան արել է։ Ամեն բան արել է եւ գիտես, հավատքն է այն ձեռքը, որ մենք ընդունում ենք Տիրոջից, նրա խոստմունքներն ու օրհնությունները։ Եթե հավատանք, ունենանք։ Ոնց որ Հիսուսը Մարիամին ասեց, եթե հավատաս, Աստծո փառքը կտենաս, ոչինչ որ աղբերդ մեռել է ու 4 օր էլ անցել է։ Հավատա, Աստծո փառքը կտենաս։ Եվ գիտես Մարիամը ասեց, հավատում եմ։ Հավատում եմ։ Այսօր մենք հավատում ենք Աստծո խոստմունքներին։ Հավատում ենք, որ այն ինչ որ Աստված մեզ ասել, Աստված մեզ տալու է։ Գիտեք, Աստված ունի խոսք էս եկեղեցու համար, այնպես չի որ Աստված նախատեսել է, որ եկեղեցին պետքա լինի 50 հոգի, 60 հոգի, ով ոչ, Աստված ուզում է փրկվածների թիվը շատանա։ Աստված ուզում է եկեղեցու սահմանները ընդարձակվի, ծառայությունները աճեն, զորանան, լցված լինեն ծառայությունները։ Դրա համար գիտեք, մեզ ինչա պետք, մեզ պետքա հավատանք ինչի։ Հավատանք, որ այո, դա կլինի, ոչ, հավատանք նրան, ինչ որ Աստված խոստացել է։ Վերցնենք Աստծո խոստմունքները ու շարժվենք առաջ։ Եվ գալիս ենք Հեսուին ու Քաղեբին, եւ ասում ու բոլոր ժողովուրդը ձայնը բարձրացրեց, աղաղակեց 14-րդ խոսք 14-րդ գլուխ առաջի խոսքից եմ կարդում։ Ասում է եւ լաց եղան ամբողջ գիշեր ու տրտնջացին Իսրայելի բոլոր որդիկ Մովսեսի եւ Ահարոնի դեմ եւ բոլոր ժողովքը ասեց նրանց. Երանի թե Եգիպտոսի երկրում մեռած լինենք կամ երանի թե այս անապատի մեջ մեռած լինենք, ինչի համար Աստված մեզ այս երկիրը բերեց, որ սրով ընկնենք։ Դու պատկերացնում ես, Աստված ասում է, ձեզ տանում եմ ավելի լավ կյանքի մեջ։ Մի հատ ենակի որդիներ են տեսել հսկաներ, ասում է, всё, Աստված մեզ բերել է սպանի։ Նայեք ինչքան հայացքների տարբերություն կա։ Տեսել են հսկաներին, բայց չեն տեսել են բարիքները։ Այսինքն երկուսն էլ տեսել են, բարիքներն էլ են տեսել, հսկաներին եւ կենտրոնացել են խնդիրի վրա։ Օրհնության վրա չեն կենտրոնացել, խնդիրի վրա են կենտրոնացել։ Ու ասում է լացում են, տրտնջում են, Մովսեսի առաջ բողոքում են, ասում է լավ Աստված մեզ իստե սպաներ, քանսե տաներ այդ խնդիրի մեջ գցել։ Ինչքան է լինում մեր կյանքում, որ մենք կանգնում ենք ու ասում ենք, «Էս ինչ կյանքա, որ մենք ապրում ենք»։ Մի հատ խնդիրը գալիս է, բայց չենք տեսնում, որ այդ խնդիրը կարա մեծ հնարավորության, մեծ օրհնության պատճառ հանդիսանա հիմա։ Որովհետև մենք մեծ Աստված ունենք, մենք զորավոր Աստված ունենք, որ իր բազուկը կարա մեկնի եւ մեզ բարձրացրի ու լայնարձակ տեղ կանգնացնի ավելի ու ավելի եւ ասում ենք, այս խնդրեմը որ դուց եկավ իմ գլխին կպավ։ Բայց ինչի եմ կյանքում սենց ես այսքան Աստծուն ծառայում եմ, հավատարիմ գնում եմ եկեղեցի 10 անորդներս վճարում եմ, խի է իմ կյանքում այս իրավիճակը։ Ինչի պիտի ես նեղությունը իմ հետ պատահեր կամ ինչի ես իմ ընտանիքի հետ պիտի լիներ։ Սիրելիս հայացքդ ուղի Տիրոջ վրա, մի կենտրոնացի այդ խնդիրի վրա։ Սկսի աղաղակել, սկսի աղոթել։ Եվ տեսնում եք, այստեղ ասում եմ, ընկնում են, լացում են, ողբում են եւ 6-րդ խոսքից ասում է եւ երկիրը լրտեսողներից ասում է Նավեի որդի Հեսուն եւ Հեփոնեի որդի Քաղեբը իրանց հանդերձները պատարեցին եւ Իսրայելի որդկանց բոլոր ժողովքի հետ խոսին ասելով այն երկիրը, որի միջով անցանք նրան լրտեսելու համար, շատ բարի երկիր է։ Եթե Աստված մեզ վրա հաճի, նա մեզ այն երկիրը կտանի եւ այն մեզ կտա, որ կաթ ու մեղր բխող երկիր է։ Միթե Աստծո դեմ պիտի ապստամբեք։ Եվ այն երկրի ժողովրդից էլ մի վախեցեք, որովհետև նրանք մեր կերակուրն են։ Նրանց պաշտպանությունը գնացել է նրանց վրայից, ու Աստված մեզ հետ է, նրանցից մի վախեցեք։ Նայ, եւ ասում է բոլոր ժողովուրդը ասեցին, թե քարերով քարկոծենք նրանց։ Պատկերացնում ես, նրանց սխալ տեսողությունը բերեց նրան, որ ճիշտ տեսնող մարդկանց ուզում էին քարկոծեն։ Ու միշտ էլ տենց է։ Միշտ էլ տենց է։ Կանգնես մեկին ասես, լսի, դա տես չի, դու կարաս այդ ամեն ինչը սկսեն քեզ քարկոծել։ Դու ինչ գիտես, դու իմ կյանքից ինչ տեղյակ ես, որ մի հատ էլ ինձ ասում ես, սենց կարա լինի կամ այնպես կարա լինի։ Լսի, ես քեզ չգիտեմ, բայց ես Աստծուն գիտեմ։ Ես Աստծուն գիտեմ։ Այսօր սիրելիս, գիտես այնքան կարևոր է, որ դու քո կյանքին չնայես կենտրոնացած խնդիրների վրա։ Որ դու ոչ թե նայես քո կյանքի խնդիրներին, քո ընտանիքի խնդիրներին, նեղություններին, դժվարություններին, այլ որ դու նայում ես այդ ամեն ինչին։ Մի հատ հայացքդ շրջի Աստծուն ու տես, որ Աստված ավելի մեծ է, քան այդ ամեն ինչը։ Միջև այսօր Տերը հոգ հատարե բերել է ու ամեն հարցերը լուծել է։ Եթե Աստված մեզ հետ չլներ, ասում է Դավիթ թագավորը, հիմա թշնամին սաղսաղ մեզ կուլեր տվե։
Գիտես, եթե Աստծո ձեռքը մեզ հետ չլներ, սատանան հիմա մեր վերջը տվել էր։ Եվ մենք չենք կարող այստեղ նստած լինենք։ Մեկը բանտում կլներ, մեկը մահացած կլներ, մեկը հիվանդանոցում կլներ, ամեն մեկս ինչ-որ միտեղ կլինենք։ Բայց Աստվածը, որ մեզ պահել է միջև այսօր, եւ հավատացեք այն Աստծուն, որ ես ու դու ծառայում ենք ու պաշտում ենք, գիտես, նա հաղթել է եւ նա ունի զորություն միջև վերջ տանելու։ Եվ մեր կյանքը փառքով ու պատվով պսակելու։ Դրա համար սելիս կարան լինեն խնդիրներ, կարան լինեն դժվարություններ, բայց ինչ ձև ենք մենք նայում, ոնց ենք մենք արձագանքում։ Ինչ տեսողություն է մեր մոտ ձևավորվում 12 իշխան մարդկանց մոտ, որոնք անվանի մարդիկ էին, ես ձևավորվել էր ոչ թե այն օշտությունը, ոչ թե այն խոստմունք ու չէին ասում, Տեր, փառք քեզ, ես ինչ լավ բան ես մեր համար պատրաստ է։ Այլ ասում էր մենք նրանց կերակուրն ենք լինելու, որ գանք։ Հեսուի քաղեմի մոտ ուրիշ պատկեր էր, ասում սրանք մեր կերակուրն են, սրանց պաշտպանությունը գնացել է իրանց վրից։ Սրանք էլ գոյություն չունեն։ Եվ որ ասում դու մեռավ։ Էլ չկան սրանք, որտեղ էս ինչ անում Աստված։ Էս ինչ երկիրա մեզ տալիս էս հսկաներին հանում է մեզա տեղը դնելու։ Ոչ թե նայում են նրանց հսկա լինելուն, այլ նայում են Աստծո հսկայությանը, որ ամենամեծ հսկան գնում է։ Գիտեք, Գողիաթը կանգնած Իսրայելի դեմ անընդհատ ասում նվաստացնում էր Իսրայել ժողովրդին եւ Իսրայելի ընտիրները թուլացել էին։ Սավուղը իր բանակով թուլացել են եւ ոչ մեկ չէին ուզում Գողիաթի երեսի առաջ կանգնել։ Հանկարծ գալիս է Դավիթը։ Մի մարդ, որ իր կյանքի ընթացքում ոչ մի զենք էլ չի բռնել իր ձեռքը։ Ամենածանր բանը ինչը ինքը բռնել է իր ձեռքը, դա իր տավիղն էր, իր քնարն էր, որ փառաբանում էր Աստծուն։ Բայց գիտես ինչ էր արել, առյուծի բերան էր ճղե իր գառի համար։ Արջ էր սպանել իր գառի համար, ասում է, երբ որ գողանում էր, ասում է, վազում է իրանց լարում է, ասում է, ու իմ գառնուկին փրկում է։ Մարդ էր, որ կարար իր գառնուկի համար իր անձը դներ։ Եվ գալիս ասում է, ով է էսի, որ դուք բախում եք սրանից։ Ով է էս խնդրեմը, էս որ կանգնել է Իսրայելի զորքերի նախատումը։ Գիտես նրա հայացքը Աստծո վրա էր, ասում է, կենթանի Աստծո զորքերին է նախատում էսի։ Ոնց կարա կենթանի Աստծո զորքերին նախատի։ Ասում է, ինձ քար տվեք հələ երկու հատ։ Ինչից որ ուժեղ էր, էդ էլ վերցրեց, դրանով էլ սպանեց։ Սպանեց Գողիաթին։ Մի փոքր տղա, մի փոքր պատանի, որից ընդհանրապես ոչ մեկ հույս չունեն։ Որից սպասում չունեն, մեկը որ անտեսված մեկն էր իր ընտանիքում։ Մեկին ում անգամ հաց ուտելու չէին կանչում, որ հետները նստեր հաց ուտելու, որտեվ արժանի չէին համարում։ Որտեվ մտածում էին, որ ինքը արժանի չի, որ մեր հետ նստի հաց ուտի։ Ինքը Եղիաբի նման չէր, Ամինադաբի նման չէր, բոյով, սիրուն, ուժը տեղը, տեսքը տեղը։ Ինքը մեկն էր, որով էր կարմիր թշերով, գանգուր մազերով մեկն էր, որ պետք է գառներին արածացներ։ Դրա համար երբ որ մարգարեն եկավ, սկի չուզեցան էլ կանչեն։ Սկի չուզեցան են կանչեն, որտեվ վրից գառի հոտ էր գալու։ Այդ նորմալ է։ Հովի վրից պիտի գառի հոտ գա։ Եվ դրա համար սիրելիներս, այսօր մեր հայացքը ո՞նց է։ Սաղի հայացքը նայում էին Գողիաթի ուժին, Դավիթն էլ նայում էր Աստծուն։ Ասում ես, Աստծո դեմ է դուս եկել, սրա վերջը եկել է։ Սրա վերջը եկել է, Աստծո դեմ է, Աստծո հետ խաղանել չի կարելի, սիրելիս։ Աստծո հետ չենք կարող խաղանենք, սիրելիս։ Եկեք խաղ չանենք։ Եկեք ճանաչենք Տիրոջը, որտեղից Դավիթի մոտ այդ վստահությունը, որտեղից Հեսուի ու Քաղեբի մոտ այդ վստահությունը, որ է սրանց վրից պաշտպանությունը գնացել է Աստված իրանց հատալու է ամեն ինչը։ Գիտես Աստծուն ճանաչելուց էր գալիս այդ վստահությունը։ Էդի Աստծո հետ ունեցած իրան ժամանակից, որտեվ Հեսուի մասին գրածա, որ ասում են նա խորանից դուրս չէր գալի Տիրոջ հետ ծառայում էր եւ Տիրոջ պատերազմների մեջ էր ամաղեկին հաղթում էր, ճանաչում էր Աստծուն իր կյանքի ընթացքում։ Դրա համար էլ ճիշտ տեսողություն էր ձևավորվել իր ներսում, որտեվ անձամբ գիտեր։ Սա էլ ասեմ սիրելիս եւ մենք աղոթելու ենք։ Ես կխնդրեմ, եթե փառաբանությունը կարելի է, թող դաշնամուրը նվագեն։ Եղել է որ քո ճանաչած մարդու
մասին քո մոտ եկե վատ բան են ասել։ Ում կյանքում է հեճել։ Ու դու ասում ես անհնար է։ Ես իրան ճանաչում եմ, ինքը չի կարա տես բան արածը լինի։ Ինչ որ մի բան խառնում եք, այդ ինքը չի կարա լինի։ Անկամ եթե ինչ որ մի բան է սխալ արած լինի, ուրեմն ինչ որ մի բան են չի այդ մարդու մոտ։ Այդ մարդը չի, որ այդ քայլին գնա։ Եվ դու հեշտությամբ չես համաձայնում ուրիշի ասածի հետ։ Ինչի, որովհետև դու ճանաչում ես այդ մարդուն անձամբ։ Բայց մեկին ում որ չես ճանաչում, ուղղակի գիտես, որ ես մեկը էս ինչ մարդն է։ Որ գան քեզ ասեն, գիտես ինչ, ես մեկը էս ինչն է, այսինքն վատ բաներ արել։ Քո արձագանքը կարա լինի սենց։ Ասի լուրջ ես ասում, փաստորեն այտենց։ Ինչ հետաքրքիր է։ Ճիշտն ասած, ես այտենց է զգում եմ, որ էդի այտենց բաներ անող է։ Ես սկսում ենք ուրիշի ջրաղացին ջուր լցնել։ Բայց ինչ գիտենք, եթե մենք չենք ճանաչում։ Ինչ գիտենք, ինչ հետևանքներ, ինչ պատճառներ ա եղել, որ այդ մեկը ինչ որ բանը, եթե անգամ արել է։ Գիտես ինչ եմ ուզում ասեմ, սիրելիս, երբ որ դու մեկին ճանաչում ես, անձամբ, մտերին, ինձ ու քեզ շատ դժվար կլինի խաբել։ Որտեղ մենք ճանաչում ենք իրան, անհնար է, որ ինքը այդ բանը արած լինի։ Բայց եթե մենք չենք ճանաչում, ինչ որ մեկին ինչ ասենք, կարանք հավատանք, հակված կլինենք հավատալ։ Որովհետև չեք ճանաչում այդ մեկին։ Բայց միգուցե խաբում են։ Աստծուն ճանաչող մարդկանց դժվար է խաբելը ու ասել, որ էսի սենց է կամ ինձ է։ Աստծուն ճանաչող մարդիկ իրանք չեն նայում իրանց ֆիզիկական տեսողությամբ։ Աստծուն ճանաչող մարդիկ ամեն ինչին նայում են Աստծո աչքերով։ Ամեն ինչին նայում են հավատքի աչքերով։ Աստծո ամենակարողության աչքերով են նայում, որ ես միգուցե չկանամ, բայց Աստված հավատարիմ է։ Եթե նա խոստացել է, ուրեմն նա կտա, ինձ մնում է, ես կանգնած լինեմ իմ տեղում ու խելոք անեմ այն, ինչ որ Աստված ուզում է, որ ես անեմ։ Եթե Աստված ասել է, որ ես ընդարձակելու եմ Բորդոյի եկեղեցին եւ դուք շատանալու եք ու աճելու եք, ուրեմն Աստված անելու է։ Որն է իմ ու քո օգուտը, շահը այս ամեն ինչի մեջ, որ մենք ասենք, Տեր, կլինի ինձ մասնակից անես այս ամեն ինչին։ Կլինի, որ ես լինեմ դրա մեջ։ Կլինի, որ եթե դու ուզում ես արթնություն բերես, ես կողքից նայող չլինեմ, որ այդ ալիքը գալիս է, ես այդ ջրերի մեջ լողացող լինեմ։ Ես այդ արթնության մասնակից լինեմ, այդ արթնությունը կառուցողներից մեկը լինեմ։ Սա մեր պատիվն է, որ մենք գտնում ենք Աստծո առաջ, որտեղ ասի, այո, կարաս լինես։ Բայց դրա համար գիտես, սիրելիս, քաջություն է պետք։ Պետք է, որ մենք չվախենանք, պետք է, որ մենք հավատանք, վստահ լինենք Աստծո վրա, որ Աստված ասել է, ինքն էլ անելու է ամեն բան։ Ինչքան էլ ուզում է փոթորիկները գան, ինչքան էլ ուզում է քամիները գան, ինչքան էլ ուզում է խնդիրները բարձրանան, եթե Հիսուսն ասում է, նստենք նավակը, անցնենք մյուս ափ, ուրեմն դու հասնելու ես մյուս ափ, սիրելիս։ Կապ չունի արանքում ինչ կլինի, այն մեջտեղում ծովի մեջտեղը ինչ կլինի։ Եթե տենում ես, որ էլ չես դիմանում, աշակերտների օրինակին հետևի, աղաղակի Հիսուսին։ Ասա զարթնի։ Սա ամենակարևոր բաներից մեկն է մեր կյանքի ընթացքում, որ մենք պետք է անենք։ Կարողանանք տեսնենք Աստվածաշնչյան աչքերով, կարողանանք տեսնենք Աստծո աչքերով։ Ընտանիքում, ծառայության մեջ, քո երեխեքի հարցում, ամեն իրավիճակի մեջ։ Այս աշխարհը, գիտեք, խավար ակնոցներ է մեզ տալի։ Սև ու սպիտակ, անգույն, վատ։ Ու երբ որ մենք հագնում ենք այս աշխարհի ակնոցները, գիտես ինչ ենք տեսնում, դժբախտություն, ցավ, տառապանք, նեղություն, հալածանքներ, բայց երբ որ հագնում ենք Աստվածաշունչը մեր աչքերի մեջ, գիտես մենք չենք տեսնում, որ Աստված ասում է դու տառապելու ես,
հիվանդության մեջ քայլելու ես, ոչ Աստծո խոսքի ասում ծերանասել պտուղ ես բերելու, պարարտ ու դալար ես լինելու, նոր եկող սերունդին պատմելու ես, որ Աստծո գործերի մասին, նրա մեծափառության մասին գլխիդ յուղը չի պակասելու, հանդերձները դե սպիտակ են մնալու, գիտես, որտեվ Աստծո նպատակները իմ ու քո համար դրանք բարության ու խաղաղության նպատակներ են, որ նա տա մեզ ապագան ու հույսը։ Ես կխնդրեմ, որ դու ոտքի կանգնես։ Գիտես, հայտնության գրքում Աստված խոսում է եկեղեցիներին ու կար մի եկեղեցի, որ մեծ ու զորավոր գործեր էր անում, դա Լավոդիկեի եկեղեցին։ Եվ գիտես ինչն էր հետաքրքիր, որ ասում է Լավոդիկեի եկեղեցին նայում էր իր արած գործերին, ասում էր ես հարուստ եմ, ես զորավոր եմ, ես եմ, ես եմ, բայց Աստված ուղերձ է ուղարկում այդ եկեղեցուն եւ ասում է դու խեղճ ես։ Դու խեղճ ես, դու տկար ես, ասում է դեղ դիր աչքերիդ, որ դու տեսնես, որտև նրանց հայացքը կենտրոնացած էր իրանց ունեցվածքի, իրանց կարողությունների վրա, ինչքան կարևոր է, որ մենք անգամ մեր կարողությունների վրա չկենտրոնանանք, ինչքան կարևոր է, որ դու քո ծանոթության, քո շրջապատի մյուս բաների վրա չկենտրոնաս, որ ես այնքան ծանոթություն ունեմ, դու չգիտես ես ով եմ, ես մեծ շրջապատի տեր մարդ եմ։ Ես որտեղ մտնում եմ իմ առաջ փակ դուրս չկա, իմ հարգանքը, պատիվը, իմ ամեն ինչը, գիտես Աստված ասում է դեղ դիր աչքերիդ, դեղ դիր աչքերիդ, միգուցե աշխարհի համար դու ես, բայց երկնքի համար դու ոչ մեկն ես այս պահին։ Ու եթե ուզում ես երկնքի համար նշանակություն ունեցող մարդ լինես հոգևոր աշխարհում, ուրեմն դեղ պիտի դնես աչքերիդ, որ կարենաս տեսնես իրականությունը, թե դու ով ես։ Դրա համար այնքան կարևոր է սիրելիս, որ մենք մեր հայացքը կենտրոնացած լինենք Քրիստոսի վրա։ Եբրայեցիս թուղթ ասում է, մի կողմ դնենք ամեն բան, ու նայենք Հիսուսին, մեր հավատքի առաքյալին, զորագլխին ու կատարողին։ Նայենք Հիսուսին, ասում է, որ իր առաջ դրած ուրախության փոխարեն ընտրեց խաչի ճանապարհը, որ ես ու դու այսօր կանգնենք ու կյանք ունենանք ու ժառանգենք երկինքը։ Ամեն։ Եկեք փակենք մեր աչքերը ու աղոթենք։ Ամենակարող Աստված, մենք այսօր կանգնած քո երեսի առաջին Տեր, այնպես ինչպես որ կանք, որտև քո երեսի առաջին ոչ մի բան ծածուկ չի կարող մնա Տեր, եւ դու տեսնում ես մեր ներսը եւ մենք ամենքս քո առաջին մերկ ենք ու դատարկ Տեր, եւ դու գիտես մեր ներսը, դու քննում ես մեր սրտերը, մեր մտածմունքները ու մեր երիկամներն ես քննում Տեր, եւ մենք այսօր խնդրում ենք Տեր, որ դու դեղ դնես մեր աչքերին, մենք ապաշխարում ենք Տեր, որ մեր հայացքը կտրել ենք քեզանից, նայել ենք փոթորիկներին, քամիներին, նայել ենք խնդիրներին, պրոբլեմներին, նայել ենք մեր ձեռքբերումներին, մեր կարողություններին այս աշխարհի չափանիշներով եւ մեր հույսը, մեր վստահությունը ոչ թե քեզ վրա է եղել, այլ քեզանից կտրվել է, որ մենք նայելով քեզ վախեցել ենք, երկմտել ենք, թուլասիրտ ենք դառել ինչ-որ բաների նկատմամբ Տեր, որ դու խոսացել ես եւ ասել ես ես քեզ եմ տալիս սա, բայց մենք չենք վերցրել դա, որտեղ վախեցել ենք Տեր, եւ մեր աչքերին հսկաներ են բարձրացել թողնելով քո հսկայությունն ու մեծությունը Տեր։ Այսօր մենք ապաշխարում ենք քո առաջին, ասում ենք ներիր մեզ, Հայր ամենակարող, մենք ուզում ենք քայլենք քո այդ մտերմության, քո այդ փոխհարաբերության, խորը փոխհարաբերության մեջ, որ ոչ թե մեր հայացքը ուղղված լինի ինչ-որ բաների Տեր, այլ մեր հայացքը ուղղված լինի քեզ, քո խոստմունքներին Տեր, մեր հայացքը ուղղված լինի քո մեծությանը, քո ամենակարողությանը, որ դու մեզ հետ ես եւ դու չես թողել մեզ եւ դու չես թողնի մեզ Տեր,
որ մեզ պատել ես քո աչի զորությամբ, եւ քո թևերի տակ մեզ ծածկել ես Տեր, եւ քո ծածկոցի տակ մեզ հանգստացնում ես ու քո շուքը մեզ վրա է Տեր։ Դրա համար ինչ կանի ինձ մարդը, ինչ կանի մեզ մարդը Տեր, եւ ոչ մի բան չի կարա մեզ կտրի քո սիրուց Տեր, որտեղ դու մեզ հետ ես Հայր։ Դրա համար խնդրում ենք Տեր, բժշկիր մեր աչքերը, բժշկիր մեր ականջները, թող մեր կյանքում տեսնող աչք եւ լսող ականջ գա Տեր, որ մենք տեսնենք այն, ինչ որ քեզանից է գալիս եւ ինչ որ դու ես հայտնում մեզ Տեր։ Եվ մենք լսենք այն, ինչ որ դու ես խոսում մեր ականջներին, ոչ թե այն ինչ որ խավարն է բերում, ինչ որ աշխարհն է բերում Տեր։ Հիսուսի զորավոր եւ սուրբ անունով մենք օրհնում ենք քեզ, օրհնում ենք եկեղեցին Տեր։ Մենք հռչակում ենք քո տան մեջ բազմապատկող զորություն Տեր, որ դուի կյանքի խոսք եկեղեցում, ամեն մեկի կյանքում Տեր, ամեն մի անդամի վրա մենք հռչակում ենք քո հավատքի հոգին եւ հավատքի զորությունը Տեր, որ գա Տեր իմ Աստված սարերը շուռ տալու Տեր իմ արքա, պրոբլեմների առաջ չխոնարհվելու, այլ պրոբլեմները կողտալու եւ անցնելու առաջ եւ նրանց խոնարհությունը թող քո առաջին հայտնի լինի միայն Տեր։ Մենք հռչակում ենք այս եկեղեցու ամեն մեկի կյանքի վրա մեծից մինչև փոքրը, մանուկից մինչև ալևորը Տեր իմ Աստված, որ քո զորության հոգին գա Տեր, ամեն սահմանափակումների վրով անցնելու Տեր, հոգու մեջ Տեր իմ Աստված, հոգևոր սահմանափակումների մեջ ճեղքելու Տեր եւ վերցնելու այն ինչ որ քեզանից պատրաստված է Տեր, Հիսուսի զորավոր եւ սուրբ անունով Տեր, ոչ թե կանգ առնելու Տեր, այլ շարժվելու առաջ դեպի քո խոստմունքների ժառանգությունը Տեր։ Հիսուսի անունով մենք օրհնություն ենք խոսում այս եկեղեցում ամեն մեկի կյանքի վրա Տեր, որ ոչ մեկ պակասող չլինի քո տնից եւ քո շնորհքից Տեր, որ այս եկեղեցում պատանիները, տղաները, աղջիկները, մանուկները մեծանան իրենց երեխայությունից դեպի հասունությունը գան եւ քո տան մեջ քո ձեռքով քանդակված սյուների պես լինեն Տեր, քո պալատների մեջ Տեր, Հիսուսի զորավոր եւ սուրբ անունով օրհնիր այս տունը Տեր, թող այս տան շտեմարանները միշտ լիքը լինեն Տեր, Հիսուսի զորավոր եւ սուրբ անունով Տեր, օրհնիր ամեն մեկին եւ իրանց ընտանիքները Տեր արքա խնդրում ենք քեզ Տեր, թող որ այս եկեղեցին Տեր իմ Աստված այս երկրի մեջ աղ եւ լույս լինի Տեր, որ քո պայծառությունը կբերի Տեր եւ նրանց միջոցով քո գործերը հայտնի արա Տեր, մեկնիր քո բազուկը Տեր եւ հոգ տար քո զավակներին եւ քո ժողովրդի համար Տեր, Հիսուսի զորավոր եւ սուրբ անունով, թող նրանք զորավորներ եւ քաջեր լինեն, հավատքի մեջ հաստատված քո խոսքի գիտության եւ այն առաջի վկայությունները, որ նրանք սրտներում ունեն, թող այդ վկայությունների մեջ հավատարիմ եւ հաստատված լինեն, առաջնորդված քո հոգով եւ քո զորությունով։ Մենք օրհնում ենք քեզ Հիսուսի անունով։ Ամեն։